Սույն գործով նախաքննության կողմից մեղավոր են ճանաչվել, իսկ դատարանում որպես ամբաստանյալներ ներկայացվում են գործարքի իրականացման պահին շարքային համարվող երկու աշխատակից, մեկը քաղաքապետարանից, մյուսը պետական կադաստրի Գյումրիի ստորաբաժանումից։ Առ այն, որ նրանք օրինական ուժ են տվել անօրինական մի գործարքի, որի արդյունքում մայրաթորի սեփականությունը համարվող որոշակի հատված ճանաչվել է փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի որդու սեփականությունը։ Նրանք ապօրինի գործարքը իրականացնող են, թե պարզապես վավերացնողը։ Սա այլ հարց է, իսկ կարևորն այն է, որ նախաքննական մարմինները Հենրիկ Գասպարյանի եւ կադաստրի գլխավոր մի մասնագետի նկատմամբ են հարուցել քրեական գործը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով պաշտոնեական դիրքի չարաշահում։ Դատարանը առաջին նիստի ժամանակ իրականացրել է վկաների հարցաքննությունը, ու մինչ ամբաստանյալի խոսքերով սպասում էին մեղադրական եզրակացությանը, որոշել է վկաների ցանքը ավելացնել եւս 7 ութով, իսկ այնուհետև իրականացվելու է փաստաթղթային ուսումնասիրություն։ Վկաներ այսպիսի վկաների քանակ երևի մարտի 1-ի դեպքին այս քանակ չէր եղել վկաների քննության, եթե լրացուցիչ քննություններ վկաներ չեղավ, նորից վերադառնում են նախաքննական փուլ, այսինքն սկզբից է սկսվում ամեն ինչ։ Հարկ է նաև հիշատակել, որ գործը մինչև դատարան մտնելը վիճելի խնդիրը կողմերի, քաղաքապետարանի եւ Շիրակի թեմի միջև հարթված էր։ Հողերը վերադարձվել են եկեղեցուն։ Շիրակի թեմի առաջնորդն էլ գրավոր նամակով դատական մարմիններին տեղեկացրել է, որ որևէ պահանջ եկեղեցին չունի այլևս ու հակված չեն, որ ինչ որ շարքային աշխատակից պատասխանատվություն կրի։ Սրբազանի դիրքորոշում այսօր եւս մեկ անգամ վերահաստատեց Շիրակի թեմի ներկայացուցիչը։ Առաջնորդը հակված չի, որ որևէ մեկը ինչ որ պատժվի։ Այսինքն մենք էլ այլևս պահանջ չունենք, քանի որ մեր իրավունքները վերականգնվել են մայրաթորի հողային մասով։ Այս հարցը, որ այսօր լսվում է, վերադարձված է փաստաթղթերով, ամեն ինչով մայրաթորին եւ հանդիսանում են նորից մայրաթորի սեփականությունը։ Այս դեպքում ո՞րն է վիճելի խնդիրը եւ ով է ավելի շատ հակված դատական բացահայտումների։ Առաջնորդարանը թե դատախազը հարցնում ու պատասխանում են իրենք ամբաստանյալ համարվող քաղաքացիները։ Ասելիք ունեմ, շատ ունեմ, բայց դատավարության ավարտից հետո կասեմ ասելիքը եւ շատ մեծ։ Քրիստինա Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։